Balilus, Parkas Jesusin. It's my joy to be with you today. Ինձ համար ուրախություն է այսօր ձեզ հետ լինել։ And I do pay honor to your pastor Իրոք ես իսկապես պատվում եմ ձեր հովվին and his family եւ նրա ընտանիքին, and to the leaders of this great church. այս հրաշալի եկեղեցու առաջնորդներին And I thank you, Pastor, for the opportunity to be here today. եւ հովիվ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ կարող եմ լինել այստեղ։ And I thank you for your kind words. Եվ շնորհակալ եմ այդ հրաշալի խոսքերի համար։ And I give glory to my Heavenly Father Եվ փառքը տալիս եմ իմ երկնային Հորը, for his great spirit իր հրաշալի մեծ հոգու համար, that embraces the world. որ ամբողջ աշխարհը ընդգրկում է And it knits our hearts together. եւ մեր սրտերը կապում միմյանց հետ։ And his church, Եվ նրա եկեղեցին, the church of the Lord Jesus Christ, Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցին, spreads throughout the world տարածվում է ողջ աշխարհում with the gospel of the good news բարի լուրի ավետարանով, that God so loved the world որ Աստված այնպես սիրեց աշխարհը, that he gave the best that heaven could give. որ նա տվեց լավագույնը, որ երկինքը կարող էր տալ։ When I was in sin, Երբ որ ես մեղքի մեջ էի, when you were in sin, երբ որ դու մեղքի մեջ էիր, at our worst, ամենավատ վիճակում God loved us. Աստված սիրեց մեզ։ And so today we share his grace. Եվ այսօր մենք միմյանց հետ կիսում ենք նրա շնորհը։ And I count it a joy Եվ ես ուրախություն եմ to համարում, be in this place, որ այս վայրում եմ, in this house of God. Աստծո այս տան մեջ եմ։ This month, Այս ամիս I celebrate my anniversary. ես տոնում եմ տարեդարձը This այն month, բանի, 11 years ago, 11 տարի առաջ այս ամսին I made my first trip to Armenia. առաջին անգամ եկա Հայաստան։ I did not know a lot about Armenia. Հայաստանի մասին շատ բան չգիտեի։ I knew Mount Ararat. Գիտեի Արարատ լեռան I knew մասին, Noah գիտեի Նոյին, as a child in Sunday school. որպես երեխա, երբ որ կիրակնորյա դպրոցում էի, I heard the stories, I heard the teaching. լսում էի պատմությունները, մեզ սովորեցնում էին։ And 11 years ago, I had opportunity to come to Armenia. Եվ 11 տարի առաջ ես հնարավորություն ունեցա գալու Հայաստան։ My friend Marty Huff, who is an Assembly of God minister, Իմ ընկերը Մարտի Հաֆը, որ Աստծո ժողով ծառայության միսիոներ է, had been a missionary in Belarus. միսիոներ էր եղել Բելոռուսում, And he was coming to Armenia. եւ նա պատրաստում էր գալ Հայաստան։ But during the course of his traveling in the U.S. before coming, Բայց նախքան գալը նա ճամփորդել էր he and Միացյալ Նահանգներում his wife felt that the Lord had spoke to them to plant a church in the United States. եւ կնոջ հետ զգացել էին, որ Աստված կամենում է իրենք եկեղեցի հիմնեն Միացյալ Նահանգներում։ But he needed to come to Armenia to meet with his superiors. Եվ նա պետք է գար Հայաստան, որպեսզի հանդիպեր իր վերադասների հետ։ And he had no one to travel with him. Եվ նա մեկը չկար, որ իր հետ ճամփորդեր։ I had been a friend of his for many years. Ես էլ նրա երկար տարիների ընկերն էի, So I agreed to come with him. եւ ես համաձայնեցի նրա հետ գալ Հայաստան։ Had no intentions of coming back to Armenia. Եվ ես նպատակ անգամ չունեի, որ հետագայում գամ Հայաստան։ So in October of 2001, 2001 թվականի հոկտեմբերին I came to Armenia եկա Հայաստան։ at a place called Sakazor. Մի վայր, որը կոչվում է Ծաղկաձոր։ I met your pastor. Այնտեղ հանդիպեցի ձեր հովվին։ I met other leaders from Armenia. Հանդիպեցի Հայաստանից այլ And առաջնորդների during հետ։ those few days, Եվ այդ մի քանի օրերի ընթացքում God began to speak to my heart. Աստված սկսեց խոսել իմ սրտին։ Isn't it amazing how God will speak truth to your heart? Արդյոք զարմանալի չէ, թե Աստված ինչ ձևերով կարող է խոսել քո սրտին ճշմարտությունը։ And if we are willing to allow the Holy Spirit to guide us, Եվ եթե մենք հոժար ենք եւ թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին վերահսկի ու առաջնորդի մեզ, He will lead us into our destiny. նա մեզ կառաջնորդի մեր ապագայի մեջ։ And 11 years ago, Եվ 11 տարի առաջ God placed Armenia in my heart. Աստված Հայաստանը դրեց իմ սրտի մեջ։ And it's been there for 11 years. Եվ Հայաստան իմ սրտի մեջ է եղել 11 տարիներ։ My friend Marty Huff has never been back to Armenia. Իմ ընկերը Մարտի Հաֆը այլևս այդպես էլ Հայաստան չեկավ, And by God's grace, բայց Աստծո շնորհով I've been here 37 times. ես Հայաստան եմ եկել 37 անգամ։
And by God's grace, Եվ Աստծո շնորհով I plan to come 37 more times. ես ծրագրում եմ գալ եւս 37 անգամ։ Hallelujah. Հալելույա։ As long as God puts in my heart Ինչքան ժամանակ որ Աստված դնում է իմ սրտի մեջ His wisdom իր իմաստությունը and His words, եւ իր խոսքերը, that I can come որ ես կարող եմ գալ and make some small deposit in your ու life, ինչ որ մի փոքր ներդրում aնել ձեր կյանքում, that I can shed some type of light, որ կարող եմ ինչ որ տեսակի լույս սփռել, or I can be a reflection of His glorious light կամ կարող եմ նրա փառավոր լույսի արտացոլքը լինել, that will help you, որպեսզի ձեզ օգտակար that լինեմ, will strengthen you, որը ձեզ կարող է that will զորացնել encourage you ու որը կարող է ձեզ համար to know քաջալերական that լինել։ Jesus is your Lord. Իմանալու որ Հիսուսը քո Տերն է And with Jesus, եւ Հիսուսի հետ you can do all things. դու կարող ես անել ամեն բան։ You can accomplish whatever God puts in your heart Դու կարող ես իրականացնել ամեն բան, որ Տերը դնի քո սրտի մեջ, by the word of faith. հավատի խոսքով։ So we give God glory today. Այսօր մենք Աստծուն փառք ենք տալիս։ It's a joy, as I said earlier, to be here with you. Ինչպես արդեն ասացի, ինձ համար ուրախություն է, որ ձեզ հետ եմ։ My dear wife sends her greetings. Իմ սիրելի կինը իր ողջուններն է ձեզ ուղարկել։ We have had a few challenges this year. Այս տարի մենք մի քանի դժվարություններ ունեցանք։ We've had a few little bumps in the road, Մեր ճանապարհի վրա փոքր խոչընդոտներ եղան, but God has ministered His grace to us, բայց Աստված իր շնորհով մեզ ծառայեց։ and we are stronger. Եվ մենք հիմա ավելի ուժեղ ենք, We are more dedicated. ավելին ծայված We are ենք, more committed ավելին նվիրված ենք because what God has done for us. մեզ համար Աստծո արածի շնորհիվ։ I'm very interested in history, Ինձ պատմությունը շատ է հետաքրքրում։ and as I understand, today is the birthday of your city. Որքան հասկացել եմ, այսօր քաղաքի տոնն է։ 782 BC. Մեր թվարկությունից առաջ 782 թվականին Արգիշտի King Argishti. Արգիշտի թագավորը Yerevan, the oldest city եւ ասեմ որ Երևանը ամենահին քաղաքն է, that can document its foundation. որի հիմնադրումը փաստաթղթերով վավերացված է։ 2794 years. 2794 տարի։ That's amazing. Սա զարմանալի է։ Your country, Ձեր երկիրը, as I travel around your country երբ որ այս երկրով ես ճամփորդում եմ and I see the history of it, եւ տեսնում եմ այս երկրի պատմությունը, the legacy that has been left. այն ժառանգությունը, որ ձեզ տրվել է։ Armenia, the first nation Հայաստանը առաջին ժողովուրդն են հայերը, to embrace Christianity. որ քրիստոնեությունը ընդունել են Over 1700 years. 1700 տարիներ եւ ավելի։ That's amazing. Սա զարմանալի է։ America, Ամերիկան 1776. That's when we were established. 1776. 1700 Oh, beautiful for spacious skies. 17 America was born in 1776. 1667 թվականին ծնվեց մեր երկիրը Ամերիկան։ We're only 236 years old. Մենք ընդամենը 237 տարեկան ենք։ Compared to you, Ձեզ հետ համեմատած we're just a babe. մենք ընդամենը նորածին ենք։ America is a great country. Ամերիկան մեծ երկիր է, հզոր։ America has received people from all over the world. Ամերիկան ընդունել է ամբողջ աշխարհից մարդկանց։ And that's why America is a great country. Եվ այդ պատճառով Ամերիկան մեծ հզոր երկիր է։ We have many Armenians in America. Մենք շատ հայեր ունենք Ամերիկայում։ Armenians who have made a deposit in our country. Հայեր, ովքեր ներդրումներ են ունեցել մեր երկրում։ If I mention the name Demas Shakarian to you, you understand. Եթե ես նշեմ Դեմոս Շաքարյանի անունը, դուք կհասկանաք։ Demas Shakarian's family came to America Դեմոս Շաքարյանի ընտանիքը եկավ Ամերիկա in the early 20th century. 20-րդ դարի սկզբում։ Grandpa Demas, Դեմոս Պապը, who had 5 girls, որ 5 դուստր ուներ, and then God blessed him with a son. եւ հետագայում Աստված նրան օրհնեց տալով որդի։ God, the word of prophecy came to him Նա մարգարեություն է ստանում Աստծուց, through someone else.
մեկ ուրիշի կողմից։ and warned him of a time of tragedy in Armenia. Եվ այդ մարգարեությունը նրան զգուշացնում էր Հայաստանին սպասվող ողբերգության մասին։ And so before that tragedy struck, a lot of Armenians left and came to America. Եվ նախքան այդ ողբերգությունը շատ հայեր թողեցին Արևմտյան Հայաստանը ու մեկնեցին Ամերիկա։ They came to America seeking shelter and seeking freedom. Նրանք եկան Ամերիկա փնտրելով տանիք եւ ազատություն։ But what they brought to America Բայց այն ինչ նրանք բերեցին Ամերիկա, has undergirded our fiber in America and made us strong. հիմք դարձավ ու ժեղացրեց Ամերիկային, Because these men and women որովհետեւ այդ տղամարդիկ ու կանայք brought the Spirit of God to America. Աստծո հոգին բերեցին Ամերիկա։ These men and women Այդ տղամարդիկ ու կանայք brought the Word of God to America. Աստծո խոսքը բերեցին Ամերիկա։ They brought prayer to America. Նրանք աղոթք բերեցին Ամերիկա։ And they brought a model of commitment Եվ նրանք բերեցին նվիրվածության օրինակ, that we can look at their lives որպեսզի մենք կարողանանք նայել նրանց and կյանքին see that they were dedicated to their God. եւ տեսնել, որ նրանք նվիրված են իրենց Աստծուն։ In 1906, 1906 թվականին in Los Angeles, California, Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելոս քաղաքում in a place called Azusa Street, մի վայրում, որը կոչվում էր Ազուզա փողոց, the Holy Spirit began to fall. Սուրբ Հոգին սկսեց հեղվել։ Now, some Americans think that we were the first to receive. Որոշ ամերիկացիներ մտածում են, որ մենք ենք առաջինը, որ դա ընդունել ենք։ How you say no? Ոչ։ Voich. I say no to them. Ես նրանց ասում եմ ոչ։ I say study your history. Ես ասում եմ ուսումնասիրեք ձեր պատմությունը։ The Holy Spirit came down through Russia Սուրբ Հոգին եկավ and Ռուսաստանից, Armenia, Հայաստանով, and the Armenians were filled with the Holy Spirit. եւ այդ հայերը լցվեցին Սուրբ Հոգով։ It wasn't the Americans that took the Holy Spirit to the world. Ամերիկացիները չէին, որ Սուրբ Հոգին տարան աշխարհով It մեկ։ was the Armenians that brought the Holy Spirit to America. Հայերն էին, որ Սուրբ Հոգին բերեցին Ամերիկա։ And because we were a free country, Եվ քանի որ մենք ազատ երկիր էինք, because we had opportunity to voice God's greatness, եւ մենք հնարավորություն ունեինք Աստծո մեծությունը հռչակելու, for the last 100 years, վերջին 100 տարիների ընթացքում America has been taking God to the world. Ամերիկան ինքը Աստծուն տարավ աշխարհով մեկ։ And the reason that we've been able to do that Եվ պատճառը, որ մենք կարողացանք դա is անել, because dedicated men and women of God այն է, որ կային Աստծուն նվիրված տղամարդիկ ու կանայք, brought God to America. եւ նրանք Աստծուն բերեցին Ամերիկա։ I give God glory for that. Ես դրա համար Աստծուն փառք եմ տալիս։ I give God glory for you, Ես Աստծուն փառք եմ տալիս ձեզ for your համար, history, ձեր պատմության for your համար, heritage. ձեր ժառանգության I համար։ honor you today. Ես այսօր ձեզ You are a պատմում եմ։ very important part in God's kingdom. Դուք Աստծո արքայության մեջ կարևոր մաս եք կազմում։ I am overjoyed to see that God is moving by His Holy Spirit throughout Armenia. Ես ուրախությունից ցնծում եմ, երբ որ տեսնում եմ Աստված իր հոգով շրջում է ողջ Հայաստանում, That He's raised up respected men like your pastor. որ նա բարձրացրել է այնպիսի հարգելի մարդիկ, ինչպիսին է ձեր And your հովիվը։ pastor in turn imparts to other young men. Եվ ձեր հովիվներ իր հերթին այդ ամենը փոխանցում է And we keep the երիտասարդներին։ gospel going. Եվ մենք շարունակում ենք ավետարան առաջ We keep տանել։ working for Jesus. Շարունակում ենք աշխատել We keep Հիսուսի spreading the համար։ kingdom. Շարունակում ենք տարածել We keep allowing the արքայությունը։ Holy Spirit Շարունակում ենք թույլ to տալ, որ use our lives. Սուրբ Հոգին օգտագործի մեր կյանքը, Because without Jesus, որովհետև առանց Հիսուսի we're nothing. մենք ոչինչ ենք։ Thank God for the foundation. Փառք Աստծուն հիմքի համար։ And speaking of foundations, Եվ խոսելով հիմքերի մասին, the church, ասեմ, որ եկեղեցին, the church of Jesus Christ, Հիսուս Քրիստոսի եկեղեցին is built on a great foundation. կառուցված է հզոր հիմքի վրա։ The book of Ephesians, Եփեսացիս գիրքը, chapter 2. երկրորդ գլուխ, Liana John, read 20, 21, and 22 for me. ընթերցենք 20-րդ խոսքից մինչև From the real Bible, 22-ը։ the Armenian Bible. Ասում է իրական Աստվածաշնչից, հայերեն Աստվածաշնչից կարդանք։ Առաքյալների ու մարգարեների հիման վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որովհետև
ամբողջ շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված, աճում է լինելու սուրբ տաճար Տիրոջով, որով դուք էլ մեկտեղ շինվում եք Աստծո բնակարան լինելու սուրբ հոգով։ You see, we are no longer strangers and foreigners, but we are fellow citizens. And we belong to a church that's built on a foundation. Անգլերենում մի համար առաջ էր, նաև ընթերցեմ 19։ apostles Այլևս մենք օտար ու պանդուխ չենք, and հապա prophets սուրբերի քաղաքացիները եւ Աստծո ընտանիքը, and որը Jesus հիմնված Christ է առաքյալների մարգարեների վրա himself շինված, եւ Հիսուս Քրիստոսն ինքը being the cornerstone. անկյունի գլուխն է։ There's no other foundation. Չկա ուրիշ այլ հիմք։ In the book of Corinthians chapter 3 verse 11, Կորինթացիս գրքում 3-րդ գլուխ 11-րդ խոսքում Paul declares that there is no other foundation Պողոսը հռչակում է, որ ուրիշ այլ հիմք չկա։ except Jesus Christ. Հիսուս Քրիստոսից բացի։ We're living in a world today Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, of many different cultures, many different ideals. որտեղ տարբեր մշակույթներ, տարբեր գաղափարներ կան։ And some of these countries have left their tradition. Եվ այդ երկրներից ոմանք իրենց ավանդույթները թողել են։ They've lost their identity. Իրենց ինքնությունը կորցրել են։ In America today, Այսօր Ամերիկայում we're in a struggle մենք պայքարի մեջ ենք, because there is a group on one side որովհետև մի կողմում մի խումբ է, that does not embrace God. ովքեր Աստծուն չեն ընդունում։ They've tried to change the history of our country. Եվ նրանք փորձում են փոխել մեր երկրի պատմությունը։ Our first president, the father of America, George Washington, Մեր առաջին նախագահը, Ամերիկայի հայրը Ջորջ Վաշինգտոնը, spent many a time on his knees praying to God for direction. երկար ժամեր է անցկացրել ծնկների վրա, Աստծուց խնդրելով առաջնորդություն։ The great men that followed him, Jefferson, Adam, Jackson, all of them, Adam, they sought Jefferson, for God's direction. Ջեքսոնը, նրան հետևող մյուս նախագահները բոլորը Աստծո առաջնորդությունն են փնտրել։ In 1861, when our country was being torn apart by civil war, Մեկ թվականին, երբ որ մեր երկիրը քաղաքացիական պատերազմի պատճառով բաժանվեց, there was a humble man who had been taught by his mother about Jesus, մի խոնար մարդ կար, որին մայրը Հիսուսի մասին պատմել էր։ named Abraham Lincoln. Նրա անունը Աբրահամ Լինկոլն էր։ And before he went into any meeting, Եվ նախքան որևէ ժողովի գնալը, he went into prayer. նա մտնում էր աղոթքի When մեջ։ he toured the battlefields of America during the Civil War, Երբ որ Ամերիկայում քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ռազմի դաշտ գնաց, he carried the word of God with him. նա Աստծո խոսքը իր հետ տանում էր։ And he would openly pray and ask God for his strength and direction in our country. Եվ նա բացահայտ ձևով աղոթում էր եւ Աստծուց խնդրում էր նրա զորությունը, առաջնորդությունը մեր երկրի համար։ So America was founded on the truth of God. Ամերիկան հիմնվել է Աստծո ճշմարտության վրա։ In our money that we carry, Փողը, որ մենք ունենք, we have imprinted in God we trust. նրա վրա տրված է, գրված է, մենք Աստծուն ենք ապավինում։ But there is an element in our country Բայց այսօր մեր երկրում մի բան կա, who has a better ideal, կան տարրեր, որոնք մտածում են թե ավելի լավ մտքեր ունեն։ and it doesn't include God. Եվ նրանք չեն ներառում Աստծուն։ But I want to let you know today Բայց այսօր ուզում եմ, որ դու իմանաս, that there is a silent majority rising up in America, Ամերիկայում կա մի մեծամասնական խումբ, որոնք բարձրանում են, making a fresh commitment ովքեր նորովի են ընծայվում, and coming to a real heart of repentance եւ նրանք գալիս են իրական and ապաշխարության asking սրտի, God to forgive us of our sins եւ խնդրում են, որ Աստված ների մեզ մեր մեղքերը, and asking God to come back into our country, եւ խնդրում են, որ Աստված to վերադառնա come մեր back into our երկիրը, government. վերադառնա մեր կառավարության մեջ։ And we want to exalt him on the throne where he belongs, Մենք ուզում ենք նրան բարձրացնել իր գահի վրա, որը իր ճիշտ տեղն է, because our foundation որովհետև մեր հիմքը is in the Word of God. Աստծո խոսքի վրա է։ The church that you and I are in today, Եկեղեցին, որի մեջ ես ու դու այսօր կանք, I'm talking about the world church of Jesus, ես խոսում եմ Հիսուսի համաշխարհային is եկեղեցու founded մասին, upon the truth of God. հիմնված է Աստծո ճշմարտության վրա։ In Matthew 16,
Մատթեոս 16-րդ գլխում Jesus gathered his disciples around him Հիսուսը հավաքում է and աշակերտներին asked them a question. եւ նրանց հարց տալիս. Whom do men say that I, the Son of Man, am? Մարդիկ ինչ են ասում իմ մասին, թե ով եմ։ Some say you're Jeremiah. Ոմանք ասում են դու Երեմիան Some ես, say you're like Elijah. ոմանք ասում են Եղիայի And նման ես։ Jesus say, but who do you say that I Եվ am? Հիսուսը հարցնում է. Իսկ դուք ինչ եք ասում, Peter ով եմ said, ես։ thou art the Son of God. Պետրոսն ասում է դու Աստծո որդին Thou ես։ art the Son of the living God. Դու կենթանի Աստծո որդին ես։ Jesus said, Peter, flesh and blood hath not revealed this to you, Հիսուսն ասաց Պետրոս, արյունն ու մարմինը քեզ but my չհայտնեցին դա, Father which is in heaven. այլ իմ հայրը, որ And երկնքում է։ upon this rock, Եվ այս վեմի վրա, upon this foundation, այս հիմքի վրա, I will build my church. ես իմ And եկեղեցին the gates of կկառուցեմ, hell եւ դժոխքի Shall դարպասները not prevail against it. չեն հաղթի նրան։ Flesh and blood could not do it. Մարմինն ու արյունը չեն կարող դա անել։ Peter didn't know that through his intellect. Պետրոսը դա չգիտեր իր խելքով։ He didn't know that by his Նա experience. չգիտեր այդ բանը իր But he փորձառությունով։ knew that because the Holy Spirit of God revealed to him Այլ իմացավ դա, որովհետև Աստծո Սուրբ Հոգին that հայտնեց Jesus նրան, was the Son of God. որ Հիսուսն Աստծո որդին է։ And today you and I, Եվ այսօր ես ու դու we know God մենք գիտենք because Աստծուն of his Holy Spirit. նրա Սուրբ Հոգու շնորհիվ։ I am impressed with your country and your thirst for knowledge and intellectual տպավորված եմ research. ձեր երկրով, ես տպավորված եմ այն ծարավով, որ դուք ունեք գիտության նկատմամբ, հետազոտությունների նկատմամբ։ But I know you understand. Բայց ես գիտեմ, որ դուք հասկանում եք։ We don't know God through our intellect. Մենք Աստծուն չենք ճանաչում մեր խելքով, We know God through his Holy Spirit. այլ Աստծուն ճանաչում ենք իր Սուրբ As his Հոգով։ Holy Spirit illuminates our heart, Եվ որ նրա Սուրբ Հոգին լուսավորում է մեր our սիրտը, fleshly eyes, the blinds are removed. մեր մարմնավոր աչքերը, այն կուրությունը, որ կա, հեռանում է And we մեզնից։ can look into the glorious kingdom of God. Եվ մենք կարող ենք նայել Աստծո փառավոր And we թագավորությանը։ understand the importance. Եվ մենք հասկանում ենք կարևորությունը, We understand the importance of a foundation. հիմքի կարևորությունը։ Armenia is important to the world. Հայաստանը կարևոր է աշխարհի համար։ Many times I would ask my wife, Շատ հաճախ կնոջս հարցնում եմ. why has God taken us halfway around the world? Ինչու է Աստված մեզ վերցնում աշխարհի կեսով տանում։ I didn't feel qualified. Ես ինձ համապատասխան մեկը չէի զգում։ I was nobody. Ես ոչ մեկն էի։ Just actually nobody. Իրականում ասեմ, ոչ մեկ էի։ But God can do a lot with nobodies. Բայց Աստված ոչինչների միջոցով շատ բան կարող է անել։ We have no merit on our own. Մենք ինքներս արժանինքներ չունեինք։ And we know whatever God does, it's by his grace. Եվ գիտենք ինչ որ Աստված անում է, It's by his շնորհով է, amazing grace. իր զարմանահրոշ շնորհով է։ And for 11 years, Եվ 11 տարիներ I've been coming to your country. ես շարունակել եմ գալ ձեր երկիրը։ And I've tried to be sensitive to to the Holy Spirit. Եվ ես փորձել եմ միշտ զգայուն լինել Սուրբ Հոգու նկատմամբ։ As we've ministered to the children, Եվ որ մենք ծառայել ենք երեխաների, we tried to bring teachers to minister to your leaders. նաև փորձել ենք բերել ուսուցիչների, որոնք ծառայեն ձեր առաջնորդներին։ We've tried as God's given us opportunity to bring resources to help build your churches. Երբ որ Աստված հնարավորություններ է տվել, փորձել ենք օգնել Հայաստանի եկեղեցիների կառուցմանը, To help supply whatever you need. կամ հոգալու այլ կարիքներ։ And please understand, Եվ խնդրում եմ ինձ ճիշտ it's հասկանաք։ not me. Ես չեմ, It's not me. ես չեմ, But it's Jesus. այլ Հիսուսն է անողը։ It's Jesus that gives opportunity. Հիսուսն է, որ հնարավորություն է It's տալիս։ Jesus that gives the resources. Հիսուսն է, որ միջոցներ է And as տալիս։ our hearts are mended together by the Holy Spirit, Եվ որ մեր սրտերը կապված են իրար հետ Սուրբ we Հոգով, walk side by side մենք կողքի ենք and we քայլում։ work for the kingdom of God. Եվ գործում ենք Աստծո And for the արքայության glory of համար, God. Աստծո փառքի համար։ And I understand the importance of this country, Եվ ես հասկանում եմ այս երկրի կարևորությունը։ your strategic location, Ձեր ռազմավարական այս տեղանքը, what you've endured այն ինչերով դուք տոկացել անցել եք, for 1700 years. 1700 տարիներ, You still have your identity. այսօր դուք պահել եք ձեր ինքնությունը, You know who you are. դուք գիտեք թե ով եք, Christianity, քրիստոնեություն, even though
even though it may be different in some people's eyes, Թեև քրիստոնեությունը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց աչքերին։ I believe Jesus is alive in Armenia. Ես հավատում եմ, որ Հիսուսը կենթանի է Հայաստանում։ I believe the Holy Spirit is well in Armenia. Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին Հայաստանում է։ When I came into your church this morning, Այս առավոտ, երբ որ ներս մտա ձեր եկեղեցի, it was like a fresh breeze of air, ասես օդի մի թարմ զեփյուռ էր այստեղ։ or it was like a cool summer rain. Կամ ասես ամառային մի զովացնող անձրև էր As I այստեղ։ sensed the presence of the Holy Spirit, Երբ որ զգացի Սուրբ Հոգու ներկայությունը, oh, so refreshing. այնքան թարմացնող էր։ I tell folks in America, Ասում եմ ձեզ, ժողովուրդ, Ամերիկայում they say, we know that you do a good job. You travel all the ինձ way to ասում են, Armenia. գիտենք, որ լավ գործեր ես անում, And you հասնում go ես give of Հայաստան, yourself to Armenia. դու քեզ տալիս ես Հայաստանին։ And I say, you don't understand. Ես նրանց ասում եմ, դուք չեք հասկանում, Because when I go to Armenia, որովհետև երբ որ ես գնում եմ Հայաստան, the Armenians give to me. հայերն են ինձ տալիս, They give me their love. իրենց սերն են ինձ They տալիս, give me their heart. իրենց սրտերն են ինձ And տալիս։ so I come and receive more from you Ես gալիս ու ձեզնից ավելի than եմ I give to ստանում, you. քան ես եմ ձեզ տալիս։ God is a good God. Աստված բարի Աստված է։ God is a good God. Աստված բարի Աստված է։ Hallelujah. Հալելույա։ We're a building, the Bible says. Աստվածաշունչն ասում է, This body of Jesus, որ մենք կառուցում ենք, շինում ենք Քրիստոսի մարմինը։ we're fitly joined together. Մենք հարմարեցված կապված ենք իրար հետ։ Each joint supports the other joint. Ամեն մի հոդը օգնում է մյուս հոդին։ My foot helps hold my body up. Ոտքերս օգնում են, որ My ամբողջ ankle- մարմինս ուղիղ կանգնի։ My knee, Ծունկս, կրունկս, my hip, ազդրս, my hand, ձեռքս, my arm. You see how I operate and how you բազուկներս։ Տեսնում եք operate? ինչպես եմ ես շարժվում, ինչպես դուք եք շարժվում։ That's how God wants the body to operate. Աստված այդպես է ուզում, որ մարմինը Քրիստոսի գործի։ He does not want his church fragmented. Չի ուզում, որ իր եկեղեցին բաժանված զատված լինի։ He does not want his church divided. Չի ուզում իր եկեղեցին կիսվի, But he բաժանվի։ wants us to flow. Այլ ուզում է, որ մենք հոսենք։ And as the Holy Spirit flows through us, Երբ որ Սուրբ Հոգին կհոսի մեր and we're միջով, growing. եւ մենք աճում ենք, AD 33, 120 in the upper room. մեր թվարկության 33 թվականին 120 հոգի վերնատանը հավաքված։ Peter preached the sermon and 3,000 got saved. Հետագայում Պետրոսը քարոզում է եւ 3000 հոգի փրկվում է։ There was a shaking of the Holy Spirit in that early church. Այդ վաղ եկեղեցում Սուրբ Հոգին ցնցումներ էր անում։ Another 5,000 were added. Մի ուրիշ 5000-ը ավելացան եկեղեցուն։ And in the book of Acts, in the space of 2 years, Եվ Գործ Կարաքելոցում կարդում ենք, որ 2 տարվա ընթացքում, as Paul daily rehearsed the gospel to them, երբ որ Պետրոսը Պողոսը շարունակաբար ավետարան էր in the քարոզում, space of 2 years, all that dwell in Asia had heard the word of the Lord. 2 տարվա ընթացքում Ասիայում բնակվողները բոլորը լսեցին ավետարանը։ What am I saying to you today? Ինչ եմ ուզում ասել այսօր քեզ։ God has given you and I the opportunity. Աստված ինձ ու քեզ հնարավորություն է տալիս։ He's given us technology. Նա մեզ տալիս է տեխնոլոգիա։ We can beam the gospel throughout the world. Կարող ենք ավետարանը հնչեցնել աշխարհով մեկ։ We can daily preach the gospel Մենք կարող ենք ամեն օր ավետարան through քարոզել։ the airwaves, through the internet. Ինտերնետի միջոցով, And եթերով։ And what I'm encouraging you in Armenia to do, Եվ ես այսօր ձեզ քաջալերում եմ, թե ինչ անեք you Հայաստանում։ have been giving to the world ever since your birth, ever since you became a nation. Այն օրից, երբ որ որպես ազգ ծնվել եք, դուք տրվել եք այս աշխարհին։ And I believe in the last 20, 25 years Եվ հավատում եմ, որ վերջին 20-25 տարիների that ընթացքում God has caused revival to come into this land. Աստված արթնություն է բերել այս And I'm երկրում։ encouraging today, Եվ այսօր քաջալերում եմ keep քեզ։ giving to the world. Շարունակիր տալ այս The world needs աշխարհին։ to hear what you have. Աշխարհը կարիք ունի լսելու այն ինչ դու They need ունես։ to hear your anointed preaching. Նրանք կարիք
կարիք ունեն լսելու քո They օծված need to hear your քարոզը, anointed singing. լսելու քո օծված երգը։ I believe that God has prepared you for this day. Ես հավատում եմ, որ Աստված քեզ պատրաստել է այսօրվա համար։ God has raised up men and women in your country Աստված ձեր երկրում բարձրացրել է տղամարդկանց ու կանանց, with a great commitment ովքեր մեծ խորը ընծայում են and a ունեցել deep dedication. եւ խորապես նվիրված են եղել։ And you need to tell the world about Jesus. Եվ դու կարիք ունես Աստծուն ասելու, կարիք ունես մարդկանց ասելու Հիսուսի մասին։ Through every difficulty that Armenia has come through, Այն դժվարությունները, որով Հայաստանը անցել է, you're still here. դրանից հետո դու տակավին այստեղ ես։ Many of the nations that came against you, Շատ ազգեր, ժողովուրդներ, որ ձեր դեմ են ելել, they're gone. չկան, But you're here. բայց դուք այստեղ եք։ And do you know why you're here? Եվ դու գիտես, թե ինչու ես այստեղ, Because you are built on a foundation. որտեվ դու կառուցվել ես հիմքի վրա։ You have not lost your identity. Դուք չեք կորցրել ձեր ինքնությունը։ And you have the boldness to stand up for your identity. Եվ դուք համարձակություն ունեք կանգնելու հանուն ձեր ինքնության։ You have the boldness to stand up and declare that Jesus Christ is Lord Դուք քաջություն ունեք կանգնելու եւ հռչակելու, որ Հիսուս Քրիստոսն է Տեր։ to the glory of the Father. Հանուն Աստծո փառքի։ Hallelujah. Հալելույա։ Hallelujah. Հալելույա։ Yes, we're built like a body. Այո, մենք կառուցվում ենք, շինվում ենք որպես մարմին We're built together եւ միասին for a habitation. կառուցվում ենք որպես մի բնակություն, That's what God wants us բնակարան։ as a habitation, Եվ Աստված հենց այդպես Աստծո բնակարան է ասում։ as a dwelling place. Այսինքն բնակվելու տեղ։ God wants to live in your heart. Աստված ուզում է ապրել քո սրտի մեջ։ That was his plan from the very beginning. Դա նրա ծրագիրն էր հենց սկզբից։ His grace overshadowed this earth. Նրա շնորհը պատում է այս երկիրը։ And in 6 days, he created the earth. 6 օրվա մեջ նա ստեղծեց աշխարհը։ On the 6th day, he created his greatest creation, man. 6-րդ օրը նա իր արարչության գլուխգործոցը ստեղծեց, And he had a մարդուն։ desire to fellowship with man. Եվ նա փափագ ուներ մարդու հետ And he հաղորդակցվելու։ walked with Adam in the cool of the garden. Եվ օրվա զով պահին նա Ադամի հետ And he քայլում էր communicated with պարտեզում։ Adam. Եվ նրա հետ հաղորդակցվում Adam էր։ was his son Ադամը նրա որդին էր, until sin came. մինչև մեղքը And եկավ։ sin separated God from Adam. Եվ մեղքը Ադամին բաժանեց It Աստծուց։ wasn't God's choice, it was Adam's choice. Դա Աստծո ընտրությունը չէր, And այլ Ադամի։ through that rebellion, sin entered into the world. Եվ այդ ապստամբության պատճառով մեղքը մտավ աշխարհ։ But God had a plan. Բայց Աստված ծրագիր ուներ։ He was building a church, Նա եկեղեցի էր and կառուցում it had a foundation. եւ դա հիմք ուներ։ Satan may have hindered it, Գուցե Սատանան խանգարեց դրան, but he didn't defeat it. բայց չկարողացավ հաղթել։ 2,000 years ago, 2000 տարի առաջ he sent his only begotten Son, Աստված ուղարկեց իր միակ որդուն, the Lord Jesus Christ, Տեր Հիսուս Քրիստոսին, who voluntarily came from heaven to earth. ով կամավոր դարձավ երկնքից երկիր He գալու։ emptied the glory that he had in heaven. Նա ունայնացավ, հանեց երկնքում ունեցած իր փառքը He was vehicled through a virgin. եւ նա ծնվեց կույսի միջոցով And for 33 and a half years, he lived on this earth. եւ 33.5 տարի ապրեց այս երկրում։ The devil tempted him, Սատանան փորձեց նրան, but Jesus won victory. բայց Հիսուսը հաղթեց։ The devil tried to stop him, Սատանան փորձեց նրան կանգնեցնել, but ultimately on the cross, բայց վերջի վերջո խաչի վրա he hung suspended between heaven and earth. Հիսուսը կախվեց երկնքի եւ երկրի And միջև he gave his life for you. եւ իր կյանքը տվեց He քեզ gave համար։ his life for me. Կյանքը տվեց He ինձ համար corrected, he eliminated the sin problem եւ նա լուծեց, շտկեց մեղքի խնդիրը։ by the blood of Jesus Christ. Հիսուս Քրիստոսի արյունով You and I are set free. ես ու դու ազատ ենք։ We who were strangers and aliens are now citizens of God's kingdom. Մենք որ օտար ու պանդուխտ էինք, այսօր Աստծո արքայության քաղաքացիներ ենք։ And as I look throughout the world today, Եվ այսօր երբ որ նայում եմ աշխարհին, as I listen to the liberal people in America երբ որ լսում եմ Ամերիկայի լիբերալ մարդկանց, who are trying to convince people that there are many ways to God, Jesus is not the only way.
Ովքեր փորձում են մարդկանց համոզել, որ տարբեր ճանապարհներ կան դեպի Աստված։ We Հիսուսը know, չի միակ we know ճանապարհը։ that this is a lie. Բայց մենք գիտենք, որ դա սուտ է։ And that's why I'm telling you today Դրա համար այսօր ձեզ ասում եմ, that you are important to the world. որ դուք կարևոր եք այս աշխարհի համար։ America, only 236 years old. Ամերիկան ընդամենը 236 տարեկան է։ We're still just a babe compared to you. Ձեզ հետ համեմատած ընդամենը մանուկ ենք։ We've had democracy, we've had freedom, Մենք ունեցել ենք դեմոկրատիա, ունեցել ենք ազատություն, but we've been stumbling a little bit here in the last few years. բայց վերջին մի քանի տարիներին մենք սկսել ենք խոչընդոտների վրա կանգնել։ But you see, you've been established for 1700 years. Բայց դուք հիմնված եք եղել 1700 տարիներ։ And that's why we need you. Դրա համար մենք ձեր կարիքն ունենք։ We need your stability. Մենք ձեր կայունության կարիքը We ունենք։ need your dedication. Մենք ձեր նվիրվածության We need your կարիքն ունենք։ commitment. Ձեր ընծայման կարիքն ունենք։ We need to know that God is able to do above anything that we can think or Մենք imagine. կարիք ունենք իմանալու, որ Աստված կարող է մեր մտածածից, պատկերացրածից ավելին անել։ And I think the prayers of Armenia Եվ շնորհակալ եմ Հայաստանում արված աղոթքների are համար, very important for America. որոնք շատ կարևոր են Ամերիկայի համար։ Please pray for America. Խնդրում եմ, աղոթեք Ամերիկայի Pray for the համար։ leaders of our government. Աղոթեք մեր երկրի ղեկավարների Pray համար, for the leaders of our church. մեր եկեղեցիների առաջնորդների համար, That we can come back to the foundations որպեսզի մենք կարողանանք հետ վերադառնալ հիմքերին, that God established us upon. որի վրա Աստված մեզ հիմնել է։ The Judeo-Christian ethics and the truth of the Bible. հրեական ավանդույթներին եւ Աստվածաշնչի ճշմարտությանը վերադառնանք, So that we can continue to carry this message throughout the world. որպեսզի կարողանանք շարունակել այս падգամը տանել աշխարհով մեկ։ You are important to the world, Armenia. Հայաստան, դու շատ կարևոր ես աշխարհի համար։ God is calling on you today. Աստված այսօր քեզ կանչում է։ He's calling on you today to intercede. Այսօր քեզ կանչում է, որ դու բարեխոսես, Stand up. ոտքի կանգնես, Stand up for what you believe. ոտքի կանգնես, ամուր կանգնես, հանուն այն բան ինչին հավատում Use ես, every means available եւ օգտագործես ամեն հնարավոր միջոց, to continue որպեսզի to շարունակես promote the gospel. ավետարանը առաջ տանելու, Because we are built on a foundation. որտեվ մենք կառուցված ենք հիմքի վրա։ It may shake, Գուցե այն սասանվի, it may bend, գուցե թեքվի, but it will not break. բայց այն չի քանդվի։ That foundation Այդ հիմքը is the Lord Jesus Christ. Տեր Հիսուս Քրիստոսն է։ Can you give God praise in the house of God this Կարող morning? ես Աստծո տան մեջ փառք տալ հիմա։ Hallelujah. Աստծուն։ Հալելույա։ Now, if you would allow me to, Հիմա եթե ինձ թույլ կտաք, in closing, I would like to pray for you. որպես ամփոփում, ես ուզում եմ աղոթել ձեզ համար։ And I don't want to just say any kind of prayer. Ես չեմ ուզում ինչ որ մի աղոթք անել։ You know, as I get a little older, Գիտեք, որքան ավելի եմ մեծանում, I become more serious. ավելի լուրջ եմ դառնում։ I understand that my time might be a little short. Ես հասկանում եմ, որ իմ ժամանակը մի քիչ ավելի կարճ է։ I'm blessed to be 67 years old. Ես օրհնված եմ լինելու 67 տարեկան։ And I believe that you can have what you say. Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դու կարող ես ունենալ այն, ինչ որ ասես։ And I keep saying to people, Եվ ես շարունակում եմ մարդկանց ասել։ I want to work for God real hard till I'm 80 years old. Ես ուզում եմ Աստծո համար ջանասիրաբար լավ աշխատել մինչև 80 տարեկանս։ And then I'll slow down and rest a while till I'm about 95. Եվ 80-ից հետո մինչև 95-ը մի քիչ թեթև կաշխատեմ ու կհանգստանամ։ I love what I do. Ես սիրում եմ այն, ինչ անում եմ։ I love that God has called me. Ես սիրում եմ այն բանը, որ Աստված կանչել է ինձ։ When I was 10 years old, Երբ որ 10 տարեկան էի, 57 years ago, 57 տարի առաջ, my mother took me to a great tent revival in America. մայրս ինձ տարավ մի վրանային ծառայության, արթնության ժողովի։ I was overwhelmed. Ես ապշած էի։ I had never seen so many automobiles. Ես այդքան շատ մեքենաներ չէի տեսել։ And this great cathedral, it was a tent, a great Եվ tent. այդ մեծ վրանը, այդ մեծ սրահը,
And when I walked into it, it looked like there was 1 million people in there. Եվ երբ որ ներս մտա, ինձ թվաց թե այնտեղ միլիոնավոր մարդիկ կան։ I later learned there was only 12,500. Հետո իմացա, որ այնտեղ ընդամենը But that's quite a few people under one roof. 12500 մարդ կար։ And we had a seat up front. Եվ արջևի մասում այնտեղ նստարան կար։ And they sang songs Երգեր էին երգում, and they worshiped God. երկրպագում էին Աստծուն։ And then they introduced a young man. Հետո ներկայացրեցին մի երիտասարդի։ And as this young man stepped forward, Եվ երբ այդ երիտասարդը առաջ եկավ, he began to preach the gospel. սկսեց ավետարան He քարոզել։ preached it with anointing. Քարոզում էր He օծությունով, preached it with passion. քարոզում էր եռանդով։ And I thought he was talking right to me. Եվ ինձ թվում էր, որ հենց ինձ հետ է խոսում։ And then at the end, Եվ հետո վերջում he said, "Do you want Jesus as your Savior?" հարցրեց. «Ուզում ես Հիսուսին ընդունել որպես քո փրկիչ»։ And I was so small Եվ ես այնքան փոքր էի, that I had to step up in the seat and որ stand ես on the seat պիտի բարձրանայի նստարանին կանգնեմ, որ տեսնեմ, that I could see above the people. որ մարդկանցից վեր կարողանայի տեսնել։ He said, "If you want Jesus in your heart, raise your hand." Եվ նա ասաց, եթե ուզում ես Հիսուսը գա սրտիդ մեջ, ձեռքդ բարձրացրու։ And I raised my hand. Եվ ես ձեռքս He բարձրացրի։ said, "Now take a step of faith. Եվ ասաց, հիմա հավատի քայլ արա։ Step out of your seat, come down the aisle. Դուրս արի քո տեղից ու առաջ արի։ And we'll take you into an area where we'll pray with you and give you some information about being a Christian." Եվ մենք մի կողմ կգնանք քեզ հետ կաղոթենք եւ քեզ քրիստոնեության մասին I looked գրքույկ over at my կտանք։ mother. Նայեցի մայրիկիս, I can still see her face today. այսօր էլ կարող եմ տեսնել նրա դեմքը։ She was a godly woman Նա մի աստվածահաճ կին էր, who loved Jesus. ով սիրում էր Հիսուսին։ And she looked at me Նա էլ ինձ նայեց, and she smiled and said yes. ժպտաց եւ ասաց այո։ So that day in 1955, Եվ այդ օրը 1950 57 years ago, so many numbers 1955, 1955 թվականին Oral Roberts introduced me to Jesus Christ. Օրեր Ռոբերտսը ինձ ներկայացրեց Հիսուս Քրիստոսին։ And when I was 10 years old, I got saved in his meeting. Եվ ես 10 տարեկան էի, երբ Աստված ինձ փրկեց այդ ժողովի ժամանակ։ And 20 years later, Եվ 20 տարի անց Oral Roberts said, "Would you like to come work with me?" Օրեր Ռոբերտսն ինձ ասաց, կցանկանայիր ինձ հետ գործել։ I said, "That would be the greatest thing under heaven if I could work with you." Ես ասացի, դա երկնքի տակ եղած ամենամեծ բանը կլինի, եթե կարողանամ ձեզ հետ աշխատել։ And for 32 years, I was privileged to work with this great man of God. Եվ 32 տարի ես արտոնություն եմ ունեցել ծառայելու այդ հրաշալի I մարդու հետ։ accompanied him in some of the same kind of tent meetings that I got saved in. Եվ այնպիսի վրանում, որտեղ ես փրկվել էի, նմանատիպ շատ վրաներում նրա հետ կողքողքի ծառայություններ եմ I would ունեցել։ walk with him through the invalid tent where they were laying, dying of diseases. Եվ ես նրա հետ պատիվ եմ ունեցել մտնելու վրաններ, որտեղ մարդիկ են եղել, ովքեր հիվանդություններից մահանում էին։ And as I looked at Oral, Եվ երբ նայում էի Օրելին, I could see the reflection of Jesus on his face. նրա դեմքի վրա Հիսուսի արտացոլքն էի As he տեսնում։ looked at those poor, suffering people, Եվ որ նա նայում էր այդ աղքատ տառապող մարդկանց, I didn't see sympathy, Pastor, ես խղճահարություն չէի տեսնում։ but I saw Հովիվ։ compassion. Ես նախանձավորություն էի տեսնում։ And there's a difference between sympathy and compassion. Այդ խղճահարության, խղճալու եւ նախանձավորության միջև տարբերություն կա։ Sympathy makes you feel like the person you're being sympathetic for. Եվ որ մարդը կա, այդ խղճարությունը նա է, որ դու զգում ես մարդը ինչի մեջ է։ But when you have compassion like Jesus did for the multitudes, Բայց երբ որ այդ կարեկցանքն ես ունենում, որ Հիսուսն ուներ there's a բազմության righteous համար, indignation that builds up in you քո մեջ մի արդար զայրույթ է բարձրանում։ against the thing that's making those people sick. Այն բաների դեմ, որոնք մարդկանց հիվանդ են դարձնում։ And I saw the power of God work through that man Եվ ես տեսնում եմ ինչպես է Աստծո զորությունը գալիս ու գործում այդ մարդու միջոցով։ as people would be miraculously healed and raised up from their bed of affliction. Երբ որ մարդիկ հրաշատ
հրաշագործ ձևով բժշկվում էին եւ այդ անկողիներից վեր կենում։ And do you know what? When I came into this place today, Եվ գիտեք ինչ, երբ որ այսօր այստեղ եկա, I sensed that same presence. ես այդ նույն ներկայությունը I sensed զգացի, that same power. այդ նույն զորությունը զգացի։ When you invite the Holy Spirit, when you ask Him to Երբ come որ in, Սուրբ Հոգուն հրավիրում ես, երբ ասում ես, որ նա գա, He comes in. նա գալիս է։ He's here today. Նա այսօր այստեղ է։ The same Jesus that did things then Նույն Հիսուսը, որ is the բաներ same արեց այն Jesus to do ժամանակ, things today. նույն Հիսուսն է, որ կարող է տարբեր բաներ անել այսօր։ The same Jesus that healed through Oral Roberts Նույն Հիսուսը, որ բժշկում էր Օրել Ռոբերտսի միջոցով, will heal through your pastor and his faith. կբժշկի քո հովի միջոցով, նրա Will heal հավատով, through these brothers and their այս faith. եղբայրների, նրանց հավատի միջոցով When we believe կբժշկի։ God, Երբ որ հավատում ենք Աստծուն, God will move Աստված on our կգործի behalf. մեր միջոցով։ Let's stand to our Մեզ feet this համար morning. եկեք ոտքի կանգնենք։